Հավասիկ իմ ձեռքին մի գիրք է, որ հրատարակվել է տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Ես այս 2 օր է կարդում եմ գիրքը, թերթում եմ, նորից եմ վերադառնում։ Եվ կարող եմ ձեզ ասել, որ Փարաջանովը այս գրքի մեջ ապրում է։ Ինքը այստեղ կենդանի ներկայություն է։ Քանի որ ես այն մարդկանցից մեկն եմ, որ պատիվ և բախտ եմ ունեցել նաև իրեն ճանաչելու, ես այս գրքի միջից նույնիսկ լսում եմ իր ծիծաղը, որովհետև այդքան դժբախտությունների միջով անցած մարդը ուներ ծիծաղելու տաղանդ, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում էր հոգու ահռելի ուժ։ Տեսնել այդ ամենը, բանտը, հալածանքները, ծանր հիվանդությունը և ծիծաղել, բացառիկ ֆենոմեն էր։ Կարդում և ուզում ես մտածել, թե նորից մտածել, թե ով էր Փարաջանովը։ Փարաջանովը ազատություն էր անազատ երկրում։ Կա այդպիսի բան, հասկանում եք, որ անազատ երկրում կարող է լինել մարդ, որ իր գեղարվեստական մտածողությամբ, իր առօրյա խոսքով, իր վարքագծով ազատ էր։ Սա մեծ դաս է։ Մեծ դաս է նոր սերնդին, մեծ դաս էր նաև իմ սերնդի համար։ Դարձյալով էր Փարաջանովը, նա մի մարդ էր, ով առաջինն էր ամբողջ խորհրդային երկրում, նկարահանեց քրիստոնեական ֆիլմ։ Չէր եղել։ Ոչ մեկի մտքով չէր անցել, ոչ մեկի համարձակությունը չէր ներել։ Ինչ է նրան գույնը։ Ամբողջովին քրիստոնեական ֆիլմ, որովհետև նրա բոլոր դրվագները սուրբ գրքից է։ Կերմակ գառնուկների մուտքը եկեղեցի, եկեղեցու տանիքին չորացող մագաղաթյա գրքերը, որոնք սուրբ գիրք են, դարձաշնություն։ Այս ամենը մարտահրավեր էր։ Ինքը նկարահանել էր սա որպես մարտահրավեր ռեժիմին։ Չեք ուզում, ես հայ եմ, ես պիտի իմ քրիստոնեության անունից խոսեմ։ Փարաջանովը խոսեց նաև ոչ միայն հայկական մշակույթի անունից, բայց խոսեց ոչ թե բառերով, այլ կինեմատոգրաֆիական գործողությամբ։ Սա մեծագույն վարպետություն է։ Երբ դու չես խոսում բառերով ասես կխոսի։ Երբ պարլամենտում խոսում են, ով ասես կխոսի բառերով։ Սա գործողությամբ, գեղարվեստական գործողությամբ խոսելն է, որ պերճախոս է։ Նա ֆիլմ նկարահանեց նաև մոռացված նախնիների ստվերները ուկրաինացիների ամբողջ ազգային էթնոգրաֆիկ նկարագիրը բացահայտել։ Մինչև այսօր, և ես ինչքան հանդիպել եմ Ուկրաինայում իրենց նշանավոր գրողների, կինոռեժիսորների հետ, գիտնականների պարզապես, որոնք արվեստի մարդիկ չեն, եղել է, առիթներ ունեցել է, ապա նրանց համար Փարաջանովը գրեթե սրբացված անել, գրեթե սրբացված, որովհետև երբեք Փարաջանովից առաջ այդքան բաց խորը և համարձակ ուկրաինական ազգային էությունը չէր բացահայտվել, մի փոքրիկ այսպես երկչոտ փորձ եղել էր Դովժենկոյի կողմից, երբ նա նկարահանեց հողը։ Բայց ստալինյան ժամանակներում էր և ավելին չէր կարող ասել։ Ինչքան կարողացավ ասել։ Մի խոսքով, Սերգեյ Փարաջանով մի ֆենոմեն, որը լինելով շատ ազգային, համաշխարհային։ Եվ սա լուծում է այդ վեճ
այդ անպտուղ սխոլաստիկ վեճը ինչպես են դառնում համաշխարհային, ազգայինը մոռանալով չեն դառնում, ազգայինով են դառնում, բայց դրան պետք է գումարվի տաղանդ, եթե դու քո ազգայինով ես փորձում մտնել աշխարհ, բայց առանց տաղանդի գումարելի, չես մտնում, տաղանդդ պիտի քո ազգայինը տանի տա աշխարհին, եւ աշխարհը այդ դեպքում այդ ժամանակ զարմանքով կհայտնաբերի քո ազգային մշակույթը, քո հողը, քո երկիրը, հայ մարդու։ Նոյ ջան, այս ամենը ես խոսում եմ նաև ելնելով քո գրքի էջերից, ընթերցելով այդ էջերը, դու շարժում ես միտք ընթերցողի համար։ Դե հիմա իմ միտքը երբեք անշարժ չի եղել, բայց այնուամենայնիվ դու շարժում ես։ Ես ուրախ եմ այս գիրքը հիմա որ մեր ձեռքերում է։ Ես ուրախ եմ, որ Կանոնե Ալեքսանյան, որը այդ չափ կյանքից ժամանակ է նվիրել, որպեսզի այս գիրքը մենք ունենանք։ Ինքը հիմա համեստորեն չի ասում, թե իր կյանքից ինչքան ժամանակ է նվիրել։ Ինչքան է ինքը անցկացրել թանգարաններում, արխիվներում, չէ, մամուլ թերթել։